Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որևէ մեկը։ Սկզբում Փաշինյանը վիրավորեց արցախցի կնոջը, անվանեց փախած, ապա հանրության ճնշման ու քննադատությունների ալիքի ներքո ներողություն խնդրեց իր ֆեյսբուքյան էջում։ Սակայն մինչ Փաշինյանը ներողություն էր խնդրում, նրա եւ նրա կուսակիցների լրատվականները լծված էին նույն կնոջը պախարակելու գործին։ Ինչպես է ստացվում, որ իր խոսքի համար ներողություն խնդրած վարչապետի մեդիադաշտը միաժամանակ նպաստում է նույն անձի դեմ ատելության խոսքի տարածմանը, անցնելով բոլոր թույլատրելի սահմանները։ Իսկ Media-News-ը նույնիսկ գրում է, թե Արմինե Մոսիյանը պատերազմում զոհված Մերուժան Մոսիյանի դուստրը չէ։ Քաղաքական իշխանությանն առնչվող այս մեդիա վարքագիծը արժանացավ կոշտ քննադատության։ Հայտնի անդաստիրակը մի կողմից հրապարակային ներողություն է խնդրում Արցախում զոհվածի դստերից, Արցախից փախած անվանելու համար, եւ դրան զուգահեռ ԿՊԻ-ին պատկանող Civic AM լրատվականում այդ նույն կնոջ դեմ կեղտոտ արշավ է իրականացնում։ Մի ձեռքով ներողություն, մյուսով զրպարտություն։ Ինչպես փնթի հաց են ուտում, այնպես էլ փնթի աշխատում են։ Մի կողմից ստեղծվում է հոգատարության շղարշ, իսկ մյուս կողմից համակարգված թիրախավորվում եւ պիտակավորվում են տեղահանված մարդիկ, նրանց կարծիքը, նրանց զգացումները, ցավն ու արժանապատվությունը։ Իհարկե երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին, իրենց իրական կամ ֆեյքական էջերով, վերահսկվող մեդիա հարթակներով, այդ ամենի նկատմամբ անգործություն ցուցաբերող իրավապահ համակարգով։ Իրավապաշտպանական տեսանկյունից այստեղ խոսելու նյութեր չափազանց շատ է, ասվել է եւ ասվելու է, բայց նույնիսկ այս ամենը ասելուց հետո մնում է ծանր լռություն, որովհետեւ երբ մարդկային ցավը չի ընկալվում, երբ կատաղի ու անբարո պայքար է տարվում մարդու հիշողության եւ բնական ձգտումների դեմ, բառերը հաճախ կորցնում են իրենց ազդեցությունը։